Ընդամենը երկու շաբաթ առաջ խոսում էինք տրանսֆերային ամենամեծ ինտրիգների մասին, բայց բառացիորեն վերջին երկու շաբաթվա ընթացքում եղան տրանսֆերային հերթական պայթյունները ու դեռ պետքա լինեն։ Արսենալը վերջապես կարողացավ գնել Բրունո Գիմարայեշին, Յուվենտուսը փակեց Կոլոմուանիի հետ կապված սագան, Ռոդրիի համար մղվող պայքարին միացավ անակնկալ խաղացող, Ռեալը հետ քայլ է կատարում։ Արդյոք աշխարհի չեմպիոնը կմիանա հավաքականում իր աշխարհի չեմպիոն խաղանկերների։ Ու այս պահին կայացած ամենաանակնկալ տեղափոխությունը, որը ուղղակի ցնցող է։ Այս անգամվա համար կրկին հավաքել ենք տրանսֆերային ծաղկեփունջը, որոնք արդեն կայացած են, եւ իհարկե այն ինտրիգները, ասեկոսեները, խոսակցությունները, բամբասանքները, որոնք պտտվում են տարբեր գործարքների, հավանական գործարքների շուրջ։ Բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայքի կոճակն ու կիսվեք այս նյութով։ Օգնեք մեզ լինել շատ պահանջված եւ ճանաչված, ստանալ լավ պայմանագրեր վերջապես։ Ոնց որ Վինիսիուսը? Այո, Վինիսիուսը նոր պայմանագիր ոնց որ ստացավ ու շատ ուրախ է, չնայած ջնջումներին։ Օգոստոսի սկզբին Տրաբզոնսպորը հայտարարեց, որ բանակցություններ է սկսել Մուհամեդ Սալահի հետ։ Շատերը սկզբում մտածեցին, թե ընդհանրապես PR քայլ է, ինչպես կարող է Մուհամեդ Սալահի մակարդակի աստղը տեղափոխվել Թուրքիա։ Հետո շատերը տեսան, թե ինչպես էինք մենք պնդում, որ Սալահը մնալու է Եվրոպայում ու անմիջապես սկսեցին հավատալ դրան։ Թուրքիայից ինչ Եվրոպա։ Ինչքան մենք ենք Եվրոպա, այդքան էլ իրանք։ Պլյուս Արդա Գյուլերը։ Ինչպես հետո պարզվեց, բանակցությունները շատ արագ առաջ գնացին։ Սալահը ժամանեց Թուրքիա, նրան օդանավակայանում դիմավորեցին հարյուրավոր երկրպագուներ, իսկ ակումբը կազմակերպվեց հանդիսավոր ներկայացում։ Հա ինչու հենց Տրաբզոնսպոր? Գլոբը հարցնում է իր հարցական հայացքով։ Տրաբզոնսպորը վերջին մրցաշրջանը ավարտեց 3-րդ տեղում, նվաճեց Թուրքիայի գավաթը եւ պատրաստվում է խաղալ Եվրագավաթներում։ Ակումբի ղեկավարությունը ցանկանում է պայքարել ոչ միայն Թուրքիայի, այլ Եվրոպայի մակարդակում, եւ Սալահի տրանսֆերը հենց այդ նպատակին է ծառայելու։ Բայց դե գլխավոր պատճառը իհարկե Եվրոպայում մնալու ցանկությունն էր։ Ահա թե ինչ է ասում Աբոն այս մասով։ Հատ վերլուծաբաններ նշում են, որ Սալահը դեռ ցանկանում էր մնալ եվրոպական ֆուտբոլում բարձր մակարդակի մասնակցությամբ, բայց միաժամանակ ընտրել այնպիսի նախագիծ, որտեղ ինքը կլինի անվիճելի առաջնորդը։ Շատ վերլուծաբաններ ասելով նկատի ունի մեզ։ Մի անգամ խոսամ, ինքը քո մասին չգիտի անգամ։ Ասում է մեր մասին է ասում։ Ուղղակի մենք շատ համեստ ենք, ասել եմ, որ կոնկրետ մեզ չնշի, էլի։ Սալահը ըստ պայմանագրի Թուրքիայում կմնա 2 տարի, տարեկան կաշխատի 17-ից 20 միլիոն եվրո ու կփորձի պատմություն գրել Չեմպիոնների լիգայում։ Այդ Տրաբզոնսպորի խաղն էին նայում են, ուրա դրանք 10 համար ունեին։ Հա, Էրնեստ Մուչինա, որը ասում են հոժար կամքով զիջել է 10 համարը Եգիպտացուն։ Բայց հնարավոր է նաև ալբանացու հանդեպ բռնի ուժ կիրառվել։ Թուրքիայում, թուրքական ֆուտբոլում դա անհնար բան չի։ Չնայած դրան թուրքական փողերը կրկին ազատություն են ստացել ու հրավիրում են օրինակ Լեանդրո Տրոսարին, Մեյսոն Գրինվուդին, անիջելի ժամանակներից այնտեղ է նաև Վիկտոր Օսիմենը։ Օսիմենը ուզում է ասել, ես վերջերս գժվել էր։ Վերջերս բողոքում էր, ասում էր 3 ամսվա աշխատավարձ չեն տվել։ Տրանսֆերների մասին մեր առաջին թողարկմանը նշեցինք, որ Արսենալը շատ ակտիվ աշխատանք է տանում Բրունո Գիմարայեշին ձեռք բերելու համար։ Ու ահա չանցած 2 շաբաթ ակումբները համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ եւ այն կազմել է 75 միլիոն եվրո։ Բայց եկեք անունը դնենք մի կողմ, որովհետեւ Արսենալը ուներ Ռայս, հիմա ստանում է Բրունոին Գիմարայեշ։ Ստացվում է Պրեմիեր լիգայի ամենաուժեղ կենտրոնական կենտրոններից մեկը։ Բայց հարցը հիմա ուրիշ է։ Արդյոք սա այն վերջին մասնիկն էր, որը պակասում էր Արտետային Չեմպիոնների լիգայի համար։ Գուցե եւ վերջին մասնիկն էր։ Օրինակ Արտետան կենտրոնում ունի նաեւ Մայլս Լուիս Սկելի, բայց այդտեղ են ձախ պաշտպան է։ Անունով է ձախ պաշտպան դմբո։ Հիմա շահում են այն ֆուտբոլիստները, որոնք ունիվերսալ են։ Լուիսը հենց դրանցից է։ Արտետան նկատել է նրա աշխատասիրությունը, խաղը կարդալու ունակությունն ու կարևոր գոլեր խփելու հատկությունը։ Արդյունքում
դեպքում նրա տրանսֆորմացիան շատ սահուն ստացվեց ու ոնց որ շարունակվելու է։ Պատկերացրեք, Ռայսը պահում է խաղի տեմպը, Լուիս Սկելին վազում է բոլորի փոխարեն, իսկ Գիմարայեշը պահերաստեղծում ու տեսականորեն իդեալական կենտրոն է ստացվում, որը տեսականորեն կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։ Եթե կա մի տրանսֆեր, որը մի անվերջություն տևեց, դա Կոլոմուանի տրանսֆերն էր դեպի Յուվենտուս։ Այս ֆուտբոլիստը 2022-ի մունդիալի հայտնություններից էր, այդ թվում նաև այն հայտնի պահի պատճառով։ Նախորդ մրցաշրջանում վարձավճարով գնաց Տոտենհեմին ճահճից հանելու։ Համարյա անտել էր։ Դու էլ համարյա նորմալ կենթանի ես։ Ֆուտբոլում համարյան չի գործում։ Նա Պրեմիեր լիգայի 30 խաղում խփեց ընդամենը 1 գոլ։ 2 անգամ վնասվածք ստացավ։ Կարելի է ասել վրիպեց Տոտենհեմի հարցում։ Իսկ հիմա Paris Saint-Germain-ը չէր ուզում էժանով տալ, Յուվենտուսը չէր ուզում ավել վճարել ու այսպես անընդհատ կռիվների մեջ էին։ Գլոբ դու ասա արժեքը իմ սիրտը չի դիմանում։ Համարյա 50 միլիոն եվրո։ Էլի համարյա, արա կոնկրետ թիվ ասա։ 38 միլիոն չհաշված բոնուսները։ Բրավո։ Զարմանալի չի, որ վիզդ երկար է, ոչ թե կլոր։ Այսպիսով ֆրանսո-իտալական գործարքը իրականություն դարձավ, բայց դրա օգտակարությունը դժվար է գնահատել, քանի որ Կոլոմուանին ոնց որ թե վնասվածքների հակում ունի։ Ամեն դեպքում Յուվենտուսը իր չափանիշներով հարձակվողի է ստանում, որի վրա մեծ հույսեր է դնում։ Ուենվելով այս տրանսֆերի վրա կարելի ասել, որ Յուվենտուսը ուղերձ է հղում ամբողջ Եվրոպային, որ իրենք կրկին ձգտելու են ամենաբարձր մակարդակներին։ Եթե Կոլոմուանիին մի կերպ ճամփեցին գնաց, ապա Փարիզյան ակումբը մուտք գործելու համար այժմ գործում է face control։ Ինչ ես խոսում։ Ես մեղավոր չեմ։ Paris Saint-Germain-ը նայում է ֆուտբոլիստին, տեսնում է 25+-ը, ասում է մուտքը միայն զույգերով։ Մագնուս Ակլիուսի տրանսֆերը վկա։ Մոնակոյի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը շատ խոսուն է։ Paris Saint-Germain-ում համ ցանկանում են բիզնեսը զարգացնել, այսինքն երիտասարդ ֆուտբոլիստներին աճեցնել եւ վաճառելու այդպես գումար վաստակել, ինչպես նաեւ տիտղոսներ նվաճել։ Դրա կոմբինացիան հլը, որ վերջին ժամանակներում Paris Saint-Germain-ից լավ ոչ ոքի մոտ չի ստացվում։ Մագնեսը Մոնակոյի կազմում բավականին լավ ելույթներ ունենում, շատ լավ ֆուտբոլիստ է, որակները շատ լավն են ու նրա տրանսֆերը Paris Saint-Germain-ին արժեցել է 50 միլիոն եվրո, որը Էնրիկեի թեթև ձեռքով կարող է դառնալ 100 միլիոն եվրո եւ 1-2-ին չտցնել։ Ոնց որ Բարկոլայի դեպքում։ Լուրջ չեմ իմացել։ Բա իմացի։ Լիվերպուլը ֆրանսիացու համար 100 միլիոն է առաջարկել, բայց մերժվել է։ Հարիզեցիները ավելին են ուզում։ Արա, Լիվերպուլին որտեղից այդքան փող։ Բացի Մագնեսը Paris Saint-Germain-ը ցանկանում է ձեռք բերել նաև Այաքսի վինգեր Միկա Գոտսին։ Ֆրանսիական ակումբը առաջարկում է 40-ից 45 միլիոն եվրո, սակայն հոլանդական Գրանտը ավելին է ցանկանում ու բանակցությունները դեռ շարունակվում են։ Ու ինչպես նաև պետք է ընդգծել, որ Paris Saint-Germain-ը հետաքրքրված է Պարմայի դարպասապահ, ճապոնացի դարպասապահ Զիոն Սուզուկիի ծառայություններով։ Մունդիալից մենակ իրան եմ հիշում։ Խի, որ Սուզուկի է քշում դրա համար։ Դե, էլինչ տրանսֆերային զրույցներ առանց Չելսիին հիշատակելու։ Նախորդ թողարկմանն էլ ասեցինք, այսօր էլ ենք ասում, նախորդ տարիներն էլ, երբ Չելսին 40-50 ֆուտբոլիստ էր գնում ու սկսում էր մանր վաճառել։ Ու եթե մտածում եք, որ Չելսին այս տարի արդեն ավարտել է, ապա սխալվում եք։ Ալոնսոն էլ ոնց որ եկել ու ախորժակը բացվել է ուտելուց։ Վալենտին Բարկոն դարձավ հերթական երիտասարդ տաղանդը, որին ակումբը երկարաժամկետ նախագծի մաս է դարձնում։ Այո, ճիշտ նկատեցիք, սա հենց այն նույն ֆուտբոլիստն է, որին աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ջուդ Բելինգեմը չրփեց։ Ինչ գիտենք, կարող է սա վարպետավարի ապտակ էր, որը կօգնի երիտասարդ արգենտինացուն հաջողել Չել։ Ամեն դեպքում այս ռիժին դարձել է Չելսիի համար այն ծրագրի մի մասը, որտեղ լոնդոնյան ակումբը, ինչպես Paris Saint-Germain-ը փորձում է մեծացնել վաճառը։
Տրանսֆերների մեր նախորդ թողարկմանը հենց ամենասկզբից ասեցինք, որ Ռեալը Դիամանդեին ձեռք է բերել 100 միլիոն եվրոյով։ Ընդունում եմ մի փոքր առաջ էինք ընկել եւ մի քիչ ցածր թիվ էինք ասել։ Ամեն դեպքում արդեն պարզ է, որ Դիամանդեի տրանսֆերը Լայպցիգի համար կայացած է Ռեալի հետ ու ամենայն հավանականությամբ գործարքը կազմել է 120-130 միլիոն։ Բայց պետք է ընդունել, որ այս ֆուտբոլիստի տեղափոխությունը Մադրիդյան ակումբ Ռեալում իրավիճակը դարձնում է Երևանյան մետրոյի վագոնի իրավիճակ օրվա պիկ ժամի։ Այսինքն նեղվածքա։ Ու այդ այն դեպքում, որ Մաստանտոնոին ուղարկեցին Ֆիորենտինա վարձավճարով, Գոնսալո Գարսիան եւ Սեսար Պալասիոսը միասին գնացին Ֆուլհեմ, գործարքը կազմեց 40 միլիոն եվրո։ 5 տարվա պայմանագրով Գոնսալոն օրինակ կփորձի իր ամբողջ պոտենցիալը բացել Անգլիայում։ Մնացել են Բրահիմ Դիասը, Ռոդրիգոն, Արդա Գյուլերը, Վինիսիուսը, Մբապեն։ Գնդապետի տեղը չի քննարկվում։ Առաջնային հարվածի տակ են Դիասը, Ռոդրիգոն եւ Գյուլերը։ Առաջարկում ես, որ հեռանան? Անմիջապես։ Ոչ թե հեռանան, այլ առանց ճամպրուկը հավաքելու ուղակի թրջեն առաջին իսկ չվերթով։ Իմ կարծիքով հատկապես Դիասն ու Գյուլերը տանջվելու են Ժոզեի ձեռքում։ Բա Վինիսիուսն ու Ռոդրիգոն? Այստեղ պետքա մտածել։ Յուրահատուկը սիրում է նման ֆուտբոլիստներին։ Վինիսիուսը ըմբոստ հոգի է։ Նշվում է, որ բրազիլացուն դուր է եկել ակումբի առաջարկած նոր պայմանագիրը եւ ամենայն հավանականությամբ նա ոչ միտեղ էլ չի գնա ու տարեկան կվաստակի մի 20 միլիոնի կարգի։ Բայց ախր Instagram-ի բոլոր պոստերը ջնջել էր։ Հիմարիկ դա Ռեալի հետ вообще կապ չունի։ Ուղղակի նա ջնջել է Վինիսիուսի հին վերսիան ու առաջիկայում Թազա վերսիայի նոր պոստերը դուրս կգան արդեն սիրուն, սիմպատիշնի։ Բալավ Ռոդրիգոն։ Այ Ռոդրիգոյի հարցով անորոշությունը շարունակվում է։ Չնայած ամիսներ շարունակվող խոսակցությունների նրա հեռանալու մասով դեռ ոչ մի հստակ բան չկա։ Այս տղու մոտ կարիերայի սև գիծը այնքան երկար է շարժվում, ոնց որ զեբրը մենակ սև է լինում։ Սկզբում տարաձայնությունները Ալոնսոյի հետ, հետո ծանրագույն վնասվածք ու մի տեսակ խամրեց Ռոդրիգո ֆուտբոլիստը։ Իմ կարծիքով ամեն դեպքում ինչքան էլ Ժոզեն ուզենա, նրա համար լավ կլինի փոխել ակումբը ու մի հատ կարիերայի ռեստարտ անել։ #Save Rodrigo։ Եթե այսօր հարցնես, թե ում է ամենաշատը ուզում Դեկուն, պատասխանը մեկն է։ Երևի կնոջը։ Արա, բայց դու ինչ մակերեսային գյադա դուրս եկար։ Չնայած կարող է եւ կնոջ համար չհասներ Մադրիդ, բայց ահա Ալվարեսի համար հասավ։ Ասում են, վերջին բանակցություններն է անցկացրել Ատլետիկոյի հետ, հետը տանելով տան վերջին կոպեկները։ Բարսայի համար սա արդեն սովորական տրանսֆեր չէ։ Այստեղ լուծվում է հարձակման գծի գլխավոր հարցը։ Բայց եթե Ատլետիկոն չփոխի իր դիրքորոշումը, ապա Բարսելոնան ստիպված կլինի ծայրահեղ քայլերի դիմել։ Ասում են, սագայի հանգուցալուծման երկու տարբերակ կա։ Կամ փողը հաշվում տալիս խաղացողին վերցնում են, կամ էլ այդ փողի մեշոկը քաշում են Սիմեոնեի։ Կամ այդ փողի մեշոկը քաշում են Սիմեոնեի գլխին ու Ալվարեսին 0-7-ով փախցնում են։ Ռոբերտ Լևանդովսկուց հետո Բարսելոնան ընկած շուկայում 9 համար է փնտրում եւ լավագույն տարբերակը հենց Ալվարեսն է համարվում։ Իդեպ ինչ կա Լևայից։ Չիկագոյում ժարի դա անում։ Իհարկե ոչ միայն նորաձևության աշխարհում։ Լավ, վերադառնանք Բարսային, որը Ռոդրի եւ Ալվարեսի տրանսֆերները գնելու համար լիքը խաղացող պետքա ծախի։ Ռոդրի ինքս էլ է շոկի մեջ, բայց մինչ դա եկեք հասկանանք, թե ովքեր են հնարավոր հեռացողները։ Ֆերան Տորես Պարի Սեն-Ժերմենը շարունակում է հետևել նրա իրավիճակին, իսկ Բարսայում դեռ վերջնական որոշում չկա։ Երկարաձգել պայմանագիրը, թե վաճառել։ Աշխարհի առաջնային եզրափակչում խփած գոլը այնքան էլ լավ չի ազդում։ Ժոֆրե Տորենս երիտասարդ տաղանդի տեղափոխությունը Այաքս գրեթե համաձայնեցված է։ Բարսան պատրաստ է վաճառել նրան, բայց պահպանել հետագա վաճառքից տոկոս ստանալու իրավունքը։
Ֆաբրիցիո Ռոմանոն եւ այլ ինսայդերներ պայթեցրին համացանցը Բարսելոնայի Ռոդրիով հետաքրքրվելու լուրերով։ Decided to open doors to Barcelona after Հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ռենկի դե Յոնգը հերթական ծանր վնասվածքն է ստացել եւ դուրս մնացել անորոշ ժամանակով։ Ինչա տեղի ունենում հիմա։ Ռեալի եւ Ռոդրիի բանակցությունները դանդաղել են։ Այդ ֆոնին Բարսան մտել է պայքարի մեջ։ Ռոդրիի պայմանագիրն ավարտվում է մոտ ապագայում եւ դա կարող է նկատելիորեն նվազեցնել նրա գինը, իսկ Բարսելոնան սիրում է էժան բաներ։ Սա դեռ բանակցությունների սկիզբն է։ Ոչ մի հստակ բան չկա, ոչ մի պաշտոնական բան չկա։ Ամեն դեպքում պետք է այս տրանսֆերին շատ զգուշությամբ մոտենալը, որը կարող է ուղղակի պայթուցիկ լինել երկու պատճառով։ Առաջինը Ռոդրին ասում են իր համաձայնությունը տվել է Բարսելոնա տեղափոխության համար, եւ երկրորդ կատալոնական ակումբում նա կմիանա հավաքականում իր աշխարհի չեմպիոն խաղընկերների հետ։ Ու դե պատկերացրեք, թե ինչ կարող է ստանալ դրանից Ֆլիկը։ Պատկերացրիք, դե ասեք ջան։ Իհարկե ջան, որովհետև ի տարբերություն Դե Լա Ֆուենտեի, Բարսելոնայի եւ Ֆլիկի ֆուտբոլում բացի պրագմատիզմը կա նաեւ խաղ, էմոցիա, այն խաղը, որ նայելուց սենց էքսպրեսիա, էմոցիա ես ունենում։ Իսպանացին վիրահատությունից հետո դեռ պետք է վերականգնվի, կազդուրվի, մարզավիճակ հավաքի եւ դրա համար նրան նոր լիցքեր են պետք։ Իսկ լիցքեր նա հայրենիքում հաստատ կստանա։ Տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել։ Սա նշանակում է, որ դեռ ռումբեր, պայթյուններ հավանաբար կլինեն ու գուցե պատրաստենք եւս մի երրորդ թողարկում տրանսֆերների մասին, այնպես որ շարունակում ենք ձեռքը պահել զարկերակին, բաժանորդագրվում ենք ալիքին, լայքում ենք անպայման, որովհետև այդ երկու գործողությունը, պարզագույն գործողությունը ուղղակի ոսկու արժեք ունի մեզ համար որպես օգնություն։ Ռավել եւս, որ մինչև հիմա հասել եք, կարելի ասել դուք մեր հարազատն եք, վերջնականապես բերեք օրինական դաշտ մեր կապը էլի, թե չի դզում։ Իսկ վերջում անպայման կարծիք գրեք մեր բարձրաձայնած տրանսֆերների մասին։ Իհարկե դրանք ամբողջը չեն։ Իհարկե էլի կան շատ հետաքրքիր տրանսֆերներ, բայց դե մեր հաղորդումը ռեզինից չի։ Մենք չենք կարող ժամերով պատրաստել։ Դուք էլ մի մասը գրեք մեկնաբանություններում։ Գուցե մեզ օգնեք դրանով։ Լավ, այ կհանդիպենք։